Հղիների մոտ կան տագնապներ, կան վախեր, որովհետև սա նաև անորոշության մասին է, չէ՞, այսինքն մենք չգիտենք ինչ է սպասվում, հատկապես երբ որ առաջին հղիությունն է։ Մեր հասարակության մեջ ընդունված է, որ հղիությունը ու մայրությունը միայն բերկրանքի մասին է, այսինքն մյուս գույները գոյություն չունեն, ասենք ինքը միագույն է։ Շատ հղիների մոտ կա այդ տագնապը, որ իրենք չեն կարողանալու պահեն իրենց երեխային, հա, հոգ տանեն երեխայի մասին։ Բայց մեր մեջ հիմա մենակ վախերն են սերմանվում ու նաև վատ պատմություններն են անդադարացվում։ Մեր իրականության մեջ ցավոք սրտի հղիներից շատերը նախընտրում են ավելի շատ հագուստ գնել իրենց երեխայի համար, ավելի շատ ֆոտոսեսիաների գնալ, ավելի շատ ծախսել գումարներ ինչ-որ նյութական բաների վրա, բայց ներդրում չանել իրենց զարգացման մեջ։ Անգլերենով մի հատ լավ ասացվածք կա. It takes a village to raise a kid. Այսինքն գյուղ է պետք երեխա մեծացնելու համար։ Դուլան որպես օգնող անձ ծննդաբերության ելքի համար պատասխանատու չի։ Պետք է միշտ նշենք, որ մանկաբարձական բռնությունը բռնություն է կոչվում, որովհետև այս դեպքերում խոսքը ոչ թե ցուցված, այլ հենց անհարկի տարբեր միջամտությունների մասին է, սկսած դեղերից, վերջացրած տարբեր ֆիզիկական ու, ասենք, վերբալ բռնության։ Բարև ձեզ, դուք լսում եք դիտում եք մեծ գործ փոդքասթը, այսօրվա իմ հյուրը Դուլա, հղիների եւ հետծննդաբերական շրջանում կանանց յոգայի ուսուցիչ Անահիտ Մուշեղյանն է։ Անահիտ ջան, ողջույն, լավ ես։ Լավ, դու ո՞նց ես։ Ես էլ լավ եմ, մերսի։ Անահիտ ջան, խնդրում եմ բացատրի ինչով ես դու զբաղվում եւ ընդհանրապես հղիները ինչու են գալիս յոգայի։ Շատ լավ, ես դասավանդում եմ յոգա, հղիներին եւ հետծննդյան շրջանում գտնվող կանանց, հիմնական մասը հղիներն են, աշակերտների, որովհետեւ նաեւ հղիության շրջանում ավելի հեշտ է ժամանակ հատկացնել նմանատիպ գոբանին, պրակտիկային, բալիկի ծնվելուց հետո մի քիչ ավելի դժվարանում է համատեղել մամայությունը եւ յոգայի պրակտիկան, բայց միևնույն է կան մամաներ, որոնք որ կարողանում են համատեղել։ Հղիների հետ աշխատանքը ենթադրում է հղիության ամենասկզբից, այն ժամանակվանից, երբ որ հղին կա հաճախի դասերի, մինչև վերջին պահը, մինչև ծննդաբերության գնալը աշխատանք։ Եվ այս աշխատանքը ոչ միայն ֆիզիկական մարմնի հետ է կատարվում, այլ նաեւ մի քանի շերտերով, հա, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես, եւ մտավոր մակարդակներում հղիներին օգնել անցնել այս process-ի միջով, հղիության միջով, որովհետեւ հղիների յոգայի նպատակը ինչ որ բանի ծառայելը չի վերջնարդյունքում, այլ հենց process-ին աջակցելն է, հղիությունը ավելի որակյալ դարձնելը, հղիության ընթացքում օգնելը, որպեսզի հղին ֆիզիկապես ավելի լավ զգա, իրեն հոգեպես լավ զգա ու արդեն դա նաև նպաստի ծննդաբերության ընթացքին հղիությունից հետո։ Եվ ես նաև հղիությունից հետո մասնակցում եմ արդեն ծննդաբերություններին որպես օգնական, որպես դուլա, ոչ բոլոր հղիներն են իհարկե նախընտրում սա, բայց հիմնականում այն մարդիկ, ովքեր որ ընթացքում նաև որոշակի կապ են ստեղծում քեզ հետ որպես ուսուցիչ, ուզում են նաև որ դու այդ կարևոր պահին իրենց կողքին լինես, նաև որովհետև դու շատ լավ արդեն իրենց ճանաչում ես, եւ իրենց ֆիզիկական մարմինը եւ իրենց հուզական դաշտը ավելի լավ ես տիրապետում ու կարողանաս ամբողջական, հա, օգնություն ցուցաբերել այս process-ի ընթացքում։ Ինչ է նշանակում ունենալ որակյալ հղիություն։ Եթե հնարավոր է, կարող ես նաև օրինակներով բերել ու նաև արդյոք յոգան օգնում է, որ դու պատրաստվես ծննդաբերությանը եւ այսինքն սա նախապատրաստում է նաև ծննդաբերությանը, թե ոչ։ Լավ, նախ երբ որ ասում ենք որակյալ հղիություն, ես կոնկրետ դրա տակ ինչ եմ հասկանում։ Մեր ընդհանրապես հասարակության մեջ կան ընդունված ձևեր, որոնք որ հարցադրում չեն անում, թե ինչ է նշանակում օրինակ լինել երջանիկ հղի կամ երջանիկ հղի չլինել, որովհետև մեզ մոտ նաև կա հստակ պախարակում բոլոր այն կանանց, որոնք որ գուցե հանկարծ կասեն, որ հղիությունը իրենց համար հաճելի process չի եղել, հաճելի ընթացք չի եղել։ Եվ սա լիքը բաների հետ է կապված, այսինքն կան հղիներ, որոնք որ ամբողջ հղիության ընթացքում շատ ծանր ֆիզիկական փորձությունների մեջով են անցնում, այսինքն ունեն տոքսիկոզ, ունեն ուղեկցող բազմաթիվ խնդիրներ։ Եվ սրա մասին խոսելը շատ ամոթ բան է մեր հասարակությունում, որովհետև հիմնականում քեզ կհակադարձեն ասել
ասելով, որ այդ երջանկությունը ու բերկրանքը եթե դու ունես, ինչպես ես համարձակվում ասել, որ դա քեզ համար տհաճ է։ Երկրորդ բանը, որ մենք գործ ունենք նաև մարդու հետ ամեն դեպքում, որը ունի հուզական աշխարհ։ Եվ հաճախ հղիության ընթացքում բավականին շատ խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք որ ոչ թե նոր խնդիրներ են, այլ մեր նուրբ շերտերից դուրս են գալիս, հա, մակերևույթին է, կարողանում ենք մենք զգալ դրանց գոյությունը։ Եթե մինչև այդ խնդիրները գուցե քնած էին մեր մեջ հղի ժամանակ, բարենպաստ միջավայր է, որ այս բոլոր խնդիրները ի ցույց դրվեն։ Ու հղիների մոտ կան տագնապներ, կան վախեր, որովհետև սա նաև անորոշության մասին է, չէ՞, այսինքն մենք չգիտենք ինչա սպասվում, հատկապես երբ որ առաջին հղիությունն է։ Կա նաև գիտելիքի որոշակի պակաս, միջավայր, որտեղ գուցե քեզ չեն աջակցում, չեն ապրումակցում։ Եվ այս ամեն ինչը բերում է նրան, որ հղին կարող է ունենալ դեպրեսիաներ, որոնց մասին խոսելը նույնպես ամոթ է, այսինքն ինչպես կարող ես դու համարձակվել ասել, որ դու ունես դեպրեսիա, երբ որ դու հղի ես։ Կարող է լինել ոչ դեպրեսիա, այսինքն չհասնի դեպրեսիայի, բայց լինի տագնապայնություն, դրա ֆոնի վրա բնականաբար ամբողջ մեր իմունային համակարգը հղի խախտվելու, այսինքն սրանք խնդիրներ են, որոնք որ ամբողջական համակարգի վրա են ազդում։ Եվ որակյալ հղիություն ասելով մենք նկատի չունենք ուղղակի կին, որը վերջնարդյունքում առողջ բալիկ լույս աշխարհ կբերի։ Որտեվ առողջություն ասվածն է շատ լայն հասկացություն է, ինչ է նշանակում առողջ ըստ որոշակի կրիտերիաների, որոնք որ ամրագրված են, օրինակ ունի 2 ոտ, 2 ձեռք եւ այլն, թե օրինակ այդ երեխան քիչ տրավմաներ է ունեցել այս երկու աշխարհների միջև անցումից, հա, կամ կինը ինչքանով է վայելել այս ընթացքը, կինը ինչքան ռեսուրսային է եղել այս ընթացքում, կամ ինչքան շարժունակ է եղել վերջի վերջո, ու այս սրանց մասին ընդհանրապես չի խոսվում, որովհետև մեր մոտ, մեր հասարակության մեջ ընդունված է, որ հղիությունը ու մայրությունը միայն բերկրանքի մասին է, այսինքն մյուս գույները գոյություն չունեն, ասած ինքը միագույն է, կամ սևա կամ սպիտակ է, ու հղիությունը բացարձակապես սպիտակի մասին է, որտեղ միայն լավ բաներ են կատարվում, բայց տակը լիքը process-ներ կան, որոնց մասին չի խոսվում։ Եվ հղիների յոգան իրականում ոչ թե ուղղակի ֆիզիկական վարժանքներ են, այլ սա մի համայնք է, եթե ասենց նկարագրեմ, հղիների համայնքը, որտեղ ապահով միջավայր է, որ հղին կարողանա եւ զարգանալ որպես ապագա մայր, գիտելիքներ ձեռք բերել եւ նաեւ ընդարձակել իր մտահորիզոնը որպես կին, ավելի մոտիկանալ իր կանացի իմաստությանը, իր կանացի բնությանը եւ այս միջավայրում նաեւ չկա քննադատություն, այսինքն այս շատ կարեւոր է սրա մասին խոսել, որ գալիս են հղիներ, որոնք ամեն մեկ ունեն իրենց խնդիրները, ու այդ խնդիրների մասին իրենք ոչ մեկի մոտ չեն կարող խոսել։ Իսկ այստեղ միջավայր է, որտեղ որ բոլորը իրար հասկանում են, աջակցում են, ու հաճախ եթե մեկի մոտ մի խնդիր կա, ինքը ասում է, մենակ իմ մոտ է, որ սենց է, պարզվում է, որ չէ, որ եւս 6 հոգի ասում են, որ իրենք դրա այդ տագնապը ունեն։ Խնդիրների մասին են խոսում, որոնք տենց համընդհանուր են, բայց սովորաբար չի խոսվում դրա մասին։ Տեսեք, օրինակ շատ հղիների մոտ կա այդ տագնապը, որ իրենք չեն կարողանալու պահեն իրենց երեխային, հա, հոգ տանել երեխայի մասին։ Իրենք չեն հավատում իրենց ուժերին, չեն հավատում, որ իրենք կարան ինչ-որ մեկի համար պատասխանատու լինեն եւ դա հաջողությամբ կատարեն, հա, այդ պատասխանատվությունը հաջողությամբ կարողանան կրել։ Եվ սրա մասին երբ որ խոսում են, հիմնականում միանգամից պիտակավորվում են որպես անլուրջ, որպես ինչ-որ տարօրինակ, հա, որ դու ծանրացնում ես, շատ ես խորանում, հա, հիմնականում սենց ինչ-որ պիտակներ են դրվում։ Կա ուրիշ խնդիր, որ հաճախ չեն զգում այդքան այդ մայրական բնազդը, որի մասին այսքան խոսվում է, որովհետև մամայությունը իրականում process է, վիճակ է, որի մեջ դու պետք է կամաց մտնես, կարողանաս բոլոր փուլերով իր անցնես, մեկ վայելես, մեկ չվայելես, ու այս տագնապը շատ կա կանանց մոտ։ Իսկ տագնապներ կան հենց բուն ծննդաբերության process-ից, որովհետև ես նաև եսին փորձով ընդհանրապես շատ կանայք խոսում են այդ ոչ միայն ցավի մասին, թեև ցավը կարևոր նշանակություն ունի վախերի մեջ, բայց երբ որ դու ասում ես, որ ես միգուցե չկարողանամ, ու շատ դեպքերում հենց այդ վախերից ելնելով մարդիկ գնում են, որոշում են, որ պետք է գնան կեսարյան հատման, մտածում են, որ կեսարյանը ալտերնատիվ ու լավ լուծում է, շատ դեպքերում ուղղակի փրկություն,
այնինչ չեմ ուզում կեսարանի մասին այս պահին խոսել, բայց ամեն դեպքում այդ վախերը կան ու երբ որ դու այդ վախերի մասին ուզում ես խոսել, հատկապես ծնողները կամ այլ մարդիկ կարող են ասել, ոչ առաջինն ես, ոչ վերջինն ես, պետք է անես կամ ու դու այդ ավելի մեծ ճնշում է քեզ վրա գործադրվում, որ միգուցե քեզ մոտ ինչ-որ բան ճիշտ չի, որ դու վախենում ես կամ միգուցե ինչ-որ բան ճիշտ չի, որ դու դա չկարողանաս անել։ Այս ինչ-որ բան ճիշտ չի, շատ հետաքրքիր հենց պահ է, որի վրա կուզեմ կենտրոնանալ։ Այո, երբ որ դու մտածում ես, որ գուցե դու ես ուղղակի բացառություն, դա քեզ ավելի է իզոլացնում հասարակությունից, բայց երբ որ դու գիտես, որ դու մենակ չես ու քո նման շատերը կան, ու այս խնդիրը մենակ քեզ մոտ չի ու դա վատ չի, ամենակարևորը, քեզ ոչ ոք չի դատապետում, որ դու ունես այդ խնդիրները։ Սա արդեն ուրիշ որակ է տալիս իհարկե եւ այդ վախերին եւ այդ տագնապներին։ Բայց տեսեք, ծննդաբերությունից վախը իմ կարծիքով ոչ թե մի բան է, որը բնականորեն մեր մեջ կա, այլ մի բան է, որը որ հարյուրամյակներով, մեզ պրոպագանդվում է եւ ծննդաբերության կոնցեպտը առհասարակ գնալով ավելի աղճատվում է, ինքը ոնց է ներկայացվում, իր կարևորությունը արդեն դուրս է հանվել, այսինքն նույն ծննդաբերությունը էլ դեր չունի, տեղ չունի որպես առանձին process ընդգծված, ուղղորդված քարոզ է գնում նրա մասին, որ կարևորը ուղղակի որ երեխան առողջ լինի եւ մաման առողջ լինի, բայց նորից առողջությունը շատ վերացական բան է, ինչ է նշանակում առողջություն, որովհետեւ երեխան ես եթե իմ տեսանկյունից ասեմ, շատ կարևոր է, որ պետք է անցնի ծննդաբերական ուղիների մեջով, որովհետև դա հենց երեխայի առողջության գրավականներից մեկն է, հետագայում իր զարգացման, իր իմունային համակարգի եւ այլն։ Եվ այս ամեն ինչը գիտությունով նաեւ հիմնավորվում է, այսինքն գիտականորեն հիմնավորվում է, չնայած դրանից առաջ երբ որ չկար գիտությունը, չկային հետազոտությունները, չկար բժշկությունը, այս իմաստությունը կար, որը որ փոխանցվել էր, որ սա բնական process է եւ դու կարող ես անցնել դրա միջով։ Բայց մեր մեջ հիմա մենակ վախերն են սերմանվում ու նաև վատ պատմություններն են անդադարացվում։ Այսինքն ծննդաբերության մասին լավ պատմություններ շատ քիչ ենք լսում։ Կանայք հղիները իրենց շրջապատում հիմնականում լսում են բռնության, ցավի, տառապանքի, անօգնականության մասին ու բնական է, որ իրենց մոտ ձևավորվելու են վախեր։ Լավի մասին չի խոսվում, ու նաև չի խոսվում նրա մասին, որ այդ process-ը դու կարող ես քո տիրապետության տակ առնել, ոչ թե կառավարել, ոչ թե ուղղորդել, այլ տիրապետել։ Սա շատ կարևոր նյուանս է, որի մասին մի քիչ ավելի բաց եմ, փակագծերը։ Ծննդաբերությունը բաց թողնելու մասին է, եթե ասենց կարճ ձևակերպենք, այսինքն մի հատ բան է, որի մեջ որ դու մտնում ես ու չգիտես ուր ես գնում։ Այսինքն դեպի անճանաչելին, դեպի անիմանալին, ոնց որ կուզենք ձևակերպենք։ Ու դրա համար շատ մշակույթների մեջ ինքը նույնականացվում է մահվան հետ, որովհետև մահը նույնպես դեպի անճանաչելի գնալն է։ Ու դրա համար են ասում, որ կինը ծննդաբերելուց մեռնում է եւ ծննդաբերությունից հետո նորից է ծնվում, վերածնվում է։ Ու այդ բեկումը դրա համար է տեղի ունենում կնոջ կյանքում։ Բայց տեսեք, հիմա եթե մենք խոսում ենք անճանաչելին դեպի գնալ, դա չի նշանակում, որ մենք չենք կարող տիրապետել ինքներս մեզ, այսինքն չունենք ներքին ռեսուրս, որպեսզի կարողանանք անցնել սրա միջով։ Այսինքն մեր կենտրոնը չկորցնենք, մեր առանցքը չկորցնենք։ Մենք գնանք դեպի անճանաչելին, բայց միևնույն ժամանակ իմանանք ով ենք մենք, որ ինչ ռեսուրս ունենք մեր ներսում, վստահ լինենք մեր ուժերի վրա, ճանաչենք մեր ուժը, որովհետև չես կարող վստահ լինել մի բանի վրա, որը դու ինքդ չես ճանաչում։ Եվ սրա խնդիրներից մեկը, պատճառներից մեկը որն է, որ հղիներին աջակցող համայնքներ չկան այլևս։ Իսկ մայրության դպրոցները, ես իրականում այդ շատ լավ ասացիք համայնքների մասով, ձեր օրինակ փոքր համայնք է, բայց ոչ բոլոր կանայք ունեն այդ հնարավորությունը վճարելու գալու յոգայի դասերի։ Միևնույն ժամանակ կան այդ մայրության դպրոցները։ Ընդհանրապես ձեր շփումները ինչ են ցույց տալիս։ Նախ ուզում եմ ասեք, ունեք տենց փորձ, երբ որ շփվել եք կնոջ հետ, ով եղել է ձեր
ձեր կամ ընդհանրապես յոգայի դասեր է անցել, մայրության դպրոց է անցել եւ կին, որը ընդհանրապես այդ ամեն ինչը չի անցել։ Ունեք ինչ-որ արձագանքներ այս 3 կանանցից, թե ինչպես են հաղթահարել անցել հղիության փուլերը ու նաեւ ծննդաբերությունը։ Այո, ես հստակ կապեր տեսնում եմ, այսինքն աշխատելով հղիների հետ ու նաև տեսնելով այն հղիներին, որոնք որ դուրս են ու նաև ես ձեզ ասեմ, որ մի հատ էլ կարևոր բան նշեմ, հղիների յոգայի գնալը, այցելելը դասերի հիմնական մասի մոտ կապված չի ֆինանսական հնարավորությունների հետ։ Սա կապված է ուղղակի առաջնահերթությունների հետ, այսինքն չկա բավականաչափ գիտակցում եւ խոսքը միայն յոգայի մասին չի, առհասարակ կարող ես յոգայի չգնալ, դու կարող ես ուրիշ բանի գնալ այդ ընթացքում, ուրիշ բանով զբաղվել, պարտադիր չի հենց դա յոգան լինի որպես պրակտիկա։ Նույն ինքնակրթությունը, ինքնազարգացումը այս ընթացքում, կարդալ գրքեր, կարդալ որակյալ գրականություն, մասնագետներին եւ այլն ուսումնասիրել այս դաշտը, ուսումնասիրել պատմությունը, ոնց է այս ամեն ինչը զարգացել, ոնց է տրանսֆորմացվել ծննդաբերական process-ը առհասարակ տարիների ընթացքում։ Սա այդքան էլ ֆինանսական հնարավորությունների մասին չի, պարզապես մեր իրականության մեջ ցավոք սրտի հղիներից շատերը նախընտրում են ավելի շատ հագուստ գնել իրենց երեխայի համար, ավելի շատ ֆոտոսեսիաների գնալ, ավելի շատ ծախսել գումարներ ինչ-որ նյութական բաների վրա, բայց ներդրում չանել իրենց զարգացման մեջ կամ իրենց հոգեկան, ֆիզիկական առողջության մեջ։ Այստեղ մենք արդեն ընդհանուր մեր կրթական բանի մասին ենք, մակարդակի մասին ենք խոսում որպես հասարակություն, որտեղ որ երբեք կրթությունը եւ առողջությունը կարեւորություն չի եղել։ Հիմա գուցե կդառնա ժամանակի հետ, չգիտեմ։ Եվ տեսեք, նաև այն հղիները, որոնք որ օրինակ այցելում են դասերին, իրանք ստանում են կոմպլեքս գիտելիք, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես պատրաստվում են ծննդաբերությանը, լիքը թեմաների մասին գիտահեն ինֆորմացիա են ստանում, տեղեկատվություն են ստանում, դա օրինակ ծննդաբերությունն է, կրծքով կերակրումն է, երեխայի խնամքն է, որովհետև ընթացքում սեմինարներ են կազմակերպում կոնկրետ նեղ մասնագետների հետ, երեխայի քունը, ոնց պետք է կարգավորել, ոնց պետք է կազմակերպել եւ այլն։ Եվ իրանք իհարկե, եթե անգամ խնդիրներ ունենան, շատ ավելի մեծ շանսեր ունեն դա հեշտ հաղթահարելու, այդ խնդիրների մեջից հեշտ դուրս գալու։ Իսկ այն հղին, որը որ ոչինչով չի զբաղվել ամբողջ հղիության ընթացքում, ոչ մի ձևով չի ներգրավել իր հղիության process-ի մեջ, բնականաբար խնդիրների դեպքում ավելի դժվար է կարողանալու հաղթահարել, հատկապես եթե շրջապատված է կանանցով, որոնք նույնպես չունեն այդ գիտելիքը, որոնք որ իրեն անընդհատ քննադատելու են, ճնշելու են, հիմնականում դա, ասենք, առաջին ուղղակի հարազատներն են թեկուզ, որոնք ինչ խորհուրդ ասես կտան, բացի այն ճիշտ բաներից, ոնց օգնեն հղին, կնոջը, մամային, որ գուցե արդեն ծննդաբերել է, այլ հակառակը ոնց ճնշեն, ոնց նվաստացնեն, որ ինքը չի կարողանում երեխա պահի, որ ձևը չգիտի, որ իրանք 6 երեխա են ունեցել, իրանք ավելի լավ գիտեն, ինչը ոնց է կատարվում։ Այսինքն մայրության դպրոցների մասն ես ինքս շատ տեղեկացված չեմ Հայաստանում մայրության դպրոցները ինչ գիտելիք են տալիս։ Գիտեմ, որ մի քանի ծննդատներ ունեն նմանատիպ կից ոնց որ դասընթացներ, իմ հղիներից որոշ մարդիկ մասնակցել են, կարծում եմ հնարավոր է ստանալ գիտելիք, եթե դու գնում ես գիտելիքի հետևից դու հաստատ կստանաս։ Բայց կոնկրետ համայնքի տեսանկյունից այդ միջավայրը, որտեղ որ քո խնդիրները լսում են, որտեղ քեզ կարեկցում են, աջակցում են, քեզ թև են տալիս, մոդելը մայրության դպրոցների հələ որ Հայաստանում այդպեսին չի։ Ավելի շատ լեկցիաներ են, որտեղ կա մի ենթադրենք մասնագետ, որ ինչ որ կարևոր թեմայից է խոսում եւ կան արդեն հղիները, որոնք հանդիսատեսն են, այսինքն ինտերակտիվ չի սա, մասնակցային չի, հստակ կան սուբորդինացիաներ եւ այստեղ հղին բնականաբար իրեն զգալու է որպես աշակերտ էլ չգիտեք, ավելի շատ մարդ, որը չգիտի այս ամեն ինչի մասին, ու իրան ինչ-որ մեկը պետքա դասեր տա, դասեր տա, աղջիկ ջան, դու սենց։ Խոսքիդ մեջ նշեցիր, որ հիմնականում այդ հղիության փուլից հետո կան կանայք, որ խնդրում են, որ ուղեկցես իրենց արդեն ծննդաբերության ժամանակ նաև։ Ինձ մոտ հարց առաջանում, ինչու որ
իրականում ինձ թվում է հենց այս կանայք ամենակիչը պետքա կարիք ունենան, որ ինչ-որ մեկ իրանց ուղեկցի, գիտակցական մակարդակում չէ, որտեղ իրանք արդեն պատրաստ են, իրանք գիտեն ինչ է իրանց սպասվում եւ այլն, արդյոք ավելի շատ դուլայի կամ օգնող կնոջ կարիք չունեն հենց այն կանայք, ովքեր ավելի пассив են եղել, չեն գնացել, չեն մարզվել, շատ գիտելիք չունեն եւ այլն։ Իմ կարծիքով կարող է եւ հենց այդպես է, բայց այս կանայք նաեւ չունեն այդ բանը, հա, մուտքը դեպի դուլաները, այսինքն իրանք դեռ անգամ չեն հետաքրքրվել այդքան ժամանակ դրանով։ Շատ հղիներ կան, որոնք չեն այցելել յոգայի եւ այլնի, բայց ընտրել են օրինակ դուլայի հետ ծննդաբերելը, որովհետեւ մարդը չի կարողացել կամ չի ուզեցել գուցե, այդպես էլ է հնարավոր։ Մենք պետք է հասկանանք, որ հղիներ կան, որոնք իսկապես չեն ուզում որևէ բանով զբաղվել հղիության ընթացքում։ Ու այլ հարց է, թե ինչի չեն ուզում, բայց այդ հարցը մեզ չի, մեր խնդիրը չի, հա, եթե սենց ասեմ։ Մարդը լիքը բաներ կան գլխում կատարվող, որը որ մեր դաշտից դուրս է, հա, բայց կարծում եմ, որ օգնողին դիմելը այդքան էլ կապ չունի գիտելիքի քանակի հետ։ Հակառակը, դու ինչքան շատ գիտես, դու այնքան ավելի լավ ես հասկանում, որ սա մենակ process չի։ Սա մենակության մասին չի, մենակ տանելու մասին չի, հակառակը կիսելու մասին է, աջակցելու մասին է, անգլերենով մի հատ լավ ասացվածք կա, it takes a village to raise a kid, այսինքն գյուղ է պետք երեխա մեծացնելու համար, ոչ թե որ բոլորը պետք է մասնակցեն իրենց սուրբ կարծիքները ասեն, չէ, սրա մասին չի, առողջ միջավայրի մասին է, երբ որ լիքը մարդ է պետք որ օգնի, հասկանում եք։ Հիմա մենք չունենք այդ մարդիկ, մենակ են, մամաները մենակ են, մեր հասարակությունը արդեն տրանսֆորմացվել է, ադապտացվել է այս իրականությանը, որտեղ որ կինը երեխա է ունենում եւ ինքը մենակով պետք է այդ ամեն ինչի միջով անցնի։ Ու այդ գյուղի, հա, համայնքի կարևորությունը նաև ծննդաբերության մեջ է կարևոր, որովհետև դու շատ նուրբ վիճակներում ես գտնվում եւ հաշվի առնելով թե դու ինչ պայմաններում ես ծննդաբերում, խոսքը ապահով միջավայրի մասին չի, խոսքը միջավայրի մասին չի, որտեղ որ քեզ քո մասին հոգ են տանում, քեզ օգնում են, որտեղ որ սենյակները հաճելի գույներով են ներկված, որտեղ որ տագնապայնություն քո մոտ չի արթնանում, որտեղ քո վրա չեն գոռում, չեն վիրավորում, չեն սպառնում։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, այսինքն եթե դու քո տանը լինեիր, գուցե մենակ էլ ծննդաբերեիր եւ հարց չկա, ոչ մի խնդիր էլ չլիներ։ Բայց երբ որ դու մի տեղ ես, որտեղ քեզ պետքա օգնեն, բայց իրականությունը այն է, որ շատ քիչ բուժ հաստատություններ են, որոնք որ մարդակենտրոն են, սկսած սենյակների կահավորումից, վերջացրած անձնակազմի էթիկայի, հա, կանոններին հետևելով եւ այլն։ Եվ խոսքը չի գնում նրա մասին, որ մենք ասում ենք եկեք վերադառնանք դաշտերում ծննդաբերելուն։ Բացարձակ սրա մասին չի գնում խոսքը։ Հասկանալի է։ Այս հատվածում ուզում եմ որ մի քիչ ասեք ինչ անում դուլան ընդհանրապես ծննդաբերության ժամանակ, ինչով է օգնում ու արդյոք կան պահեր, որ նաև խանգարում է բուժ անձնակազմին հնարավոր է, որ միգուցե նաև խանգարում է։ Դուլայի գործառույթը աջակցելն է կնոջը ֆիզիկապես, հոգեպես, առաջարկել ցավազրկման, հա, բնական ցավերը մեղմելու տարբեր միջոցներ, տարբեր դիրքեր, շփումներ, մասաժներ, շնչառական տեխնիկաներ, ֆիզիկական դիրքեր, հա, մարմինը, տարբեր դիրքեր, որտեղ որ ավելի տանելի կլինեն կծկումները, եւ ամենակարևորը աջակցել ընթացքում ու հիշեցնել, որ դու մենակ չես, որ ամեն ինչ լավ է, այսինքն սա ուղղակի նաեւ զուտ աջակցությունն է, եթե անգամ դու դուլա չես, բայց գնացել ես քո հարազատի հետ ծննդաբերության, դու վստահ կարող ես այս բազային բաները կատարել։ Իհարկե դուլան արդեն տիրապետում է որոշակի տեխնիկաների, որոնք որ մասաժներ են, շնչառական վարժանքներ են եւ այլն, դրանք ավելի մասնագիտական վերապատրաստում են պահանջում, բայց անգամ եթե ծննդաբերելիս հարևանուհիդ գնա, որը քեզ շատ հարազատ մարդ է, որին դու վստահում ես ու որի հետ դու հանգիստ ես քեզ զգում, ինքը քեզ օգնելու է։ Դուլաները ըստ բանի, հա, կանոնակարգի իրավունք չունեն միջամտեն բժշկական պրոցեսներին, պրոցեդուրաներին։ Եվ սա հստակ ամրագրված է բանի մեջ, հա, այդ նախարարի հրամանով։ Չէ, նախարարի հրամանի մեջ չէ, դուլայի
անգլերենով այդ code of conduct որ կա, այսինքն քո վարվեցողության երևի կանոններ, վարքի կանոններ, հա, այդտեղ ամրագրված է, որ դուլան բժշկական անձնակազմի մաս չի հանդիսանում, բժշկական միջամտություններ չի իրականացնում եւ չի կայացնում որոշումներ ամենակարևորը։ Դուլան չի կարող հղի փոխարեն ինչ-որ բան որոշել եւ անել։ Այլ բան, որ ինքը կարող է կոմունիկացնել հղի ցանկությունները բուժանձնակազմին, սա ուրիշ բան է։ Բայց գնալ բժշկին ասել դու ես ինչը պետք է անես կամ սենց արեք, դա դուլայի գործառույթների մեջ չի մտնում եւ այս շատ կարեւոր պահ է, հասկանալ քո սահմանները։ Այդ սահմանները շատ լավ եք ասում, բայց այդ նույն վարքագծի կանոնները իմ պատկերացմամբ չեն տարածվում օրինակ Հայաստանում գործող դուլաների վրա կամ ընդհանրապես ձեր կարծիքն եմ ուզում իմանամ արդյոք կարևոր չի ինչ-որ ինքնակարգավորվող մարմին կամ հանձնաժողով ունենալ, որ հայաստանյան դուլաներն էլ որպեսզի լինեն ավելի հարգված մարմին, ավելի ընդունելի, ունենան այդ վարքագծի կանոնները, էթիկայի կանոնները եւ ըստ դրա առաջնորդվեն։ Այդ էթիկայի կանոնները ես կարծում եմ, որ բոլորն էլ ունեն, որոնք որ անցել են այդ կրթությունը, վերապատրաստվել են, սերտիֆիկացվել են որպես ծննդաբերության օգնականներ, այդտեղ ամրագրված են այդ կանոնները։ Այլ հարց, որ մեզ մոտ օրենքով դա չի կարգավորվում, այսինքն հենց նոր կոնցեպտ է, ոնց որ չի ադապտացվել իրականության մեջ, բայց ժամանակի հարցը ես վստահ եմ, որ դա տեղի է ունենալու։ Ես ինքս ամերիկյան դպրոցի շրջանավարտ եմ, այսպես ասած, այսինքն ամերիկյան դուլաների ասոցիացիայի ուսուցիչներից մեկի մոտ եմ ես սովորել, այդ բանից եմ, հա, այդ դպրոցից եմ արևմտյան, բայց կան դուլաներ, որոնք որ ռուսական դպրոցն են ավարտել, բայց միևնույն է, անկախ նրանից դու որ դպրոցն ես ավարտել, այդ էթիկայի կանոնները նույնն են մնում։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ պետք է հասկանալ ոնց համագործակցել բուժանձնակազմի հետ, որովհետև մեր հայաստանյան իրականության մեջ խնդիրը ոչ թե նա որ դուլան գուցե խանգարում է բուժանձնակազմին, չէ, այլ չկա սոլիդարություն, որ երրորդ կողմը երբ որ ներկա ինքը չի եկել խանգարելու, չի եկել վնասելու, ձեր թշնամին չի, ձեր վատը չի ուզում եւ այլն։ Եվ այս պարագայում, եթե այս սոլիդարությունը երկկողմանի լինի, ես վստահ եմ, որ շատ լավ համագործակցություն կլինի։ Վերջի վերջո, եկեք հասկանանք, որ դուլայի ներկայությունը բավականին հեշտացնում է նաեւ բուժանձնակազմի աշխատանքը, որովհետև հղին ամբողջ ընթացքում, ծննդաբերական process-ի ընթացքում, այնպես չի, որ ինչ-որ բուժանձնակազմից մեկը իր հետ է լինում ամբողջ ընթացքում, չէ, որովհետև չկա այդքան բուժանձնակազմ, մենք պիտի իրականությունը նայենք իրականության աչքերով։ Եվ մեր մոտ ծննդօգնության կազմակերպումը այնպեսին է, որ չկա ամբողջ ընթացքում ինչ-որ մեկը, որը որ քեզ հետ է, քեզ օգնում է, աջակցում է, անդադ գնում գալիս է, նույն բժիշկը ամբողջ ընթացքում մանկաբարձ գինեկոլոգը չի լինում ծննդաբերող կնոջ կողքը, որտեղ ֆիզիկապես ինքը չի կարող։ Այդ ընթացքում վիրահատություններ կան, շտաբ կեսարյան հատումներ կան, կոնսուլտացիաներ կան, հազար բան կա, որ բժիշկը պետք է անի։ Եվ դուլայի ներկայությունը ոնց որ այս բեռը ինչ որ չափով հանում է նաև բժիշկի վրայից, որ գիտես քո հղին ապահով ձեռքերում է, դու գնա քո գործով զբաղվի, կգաս բարբերաբար կանես ստուգումներդ, կհետևես ընթացքին եւ այլն։ Եվ այս առումով իմ կարծիքով դեպի հեշտացում պետք է գնա այս process-ը, ոչ թե հակառակը բուժանձնակազմը լարվի, որ այնտեղ ինչ-որ մեկը ներկա է եւ նաեւ մտածի, որ այդ ինչ-որ մեկը խառնվել է իրենց գործերին։ Վերջի վերջո այս process-ի համար պատասխանատվությունը կրում է բժիշկ, մանկաբարձ գինեկոլոգը, սա պետք է մենք հստակ հասկանանք։ Դուլան որպես օգնող անձ ծննդաբերության ելքի համար պատասխանատու չի եւ հետեւաբար չի կարող միջամտել այդ process-ին։ Այլ հարց է, որ կան հստակ ակնհայտ բաներ, որոնք կատարվում են ծննդաբերության ժամանակ եւ երբ դրա մասին դուլան խոսի, գուցե կդառնա թշնամի բուժանձնակազմի, բայց այս երևույթները այնքան են նորմալիզացվել տարիների ընթացքում, որ հղիների մոտ անգամ հարց չի առաջանում։ Եկեք խոսենք այդ երևույթների մասին, օրինակ վերբալ բռնություն, շատ լավ թեմա է։ Անշնորհք ռեպլիկներ, վիրավորական, նվաստացնող, միջամտություններ, որոնց դեպքում չեն հարցնում, չեն տեղեկացնում ինչի համար է արվում միջամտությունը եւ արդյոք կինը համաձայն է այդ միջամտությանը թե ոչ, կամ եթե կինը հանկարծ համարձակվում ասում է, որ չեմ ուզում ես այդ միջամտությունը, շատ հաճախ կարող է նույնիսկ չհարգվի։
այդ որոշումը տարբեր պատճառաբանություններով, որ մենք քեզ փրկում ենք, աղջիկ ջան, դու չես հասկանում կամ ինչ-որ այլ բաներ, այսինքն այդ կոնֆլիկտները առաջ են գալիս հենց այն նրանից, որ ի սկզբանե այդ կնոջը չեմ բացատրել, որ միգուցե սենց ընթացք լինի ու անհրաժեշտ լինի այս միջամտությունների։ Դուք ինչ եք կարծում։ Իմ կարծիքով ընդհանրապես ինչն ենք համարում բռնություն։ Այս շատ կարևոր կետ է, որտեղից պետք է սկսենք։ Մեզ մոտ, մեր բժշկական համակարգում արդեն բռնությունը այնքան է նորմալիզացվել, ոչ թե որը որ արդեն լիքը բաներ, որոնք որ բռնություն են, չեն դիտարկվում որպես բռնություն, այսինքն դա նույն վերբալ բռնությունն է, որի մասին խոսեցիք արդեն, պարտադիր չի, որ խփեն, ծեծեն, սպանեն, որ մենք ասենք, որ բռնություն է տեղի ունեցել, հա։ Այսինքն սպառնալ, ճնշել հղին, նվաստացնել, այս ամեն ինչը բռնության տեսակներ են, բայց հղիները, քանի որ առաջնային դեր չունեն հիմիկվա համակարգի մեջ, այսինքն իրանք որոշող կողմը չեն։ Մի հատ իրականություն է ստեղծվել, որտեղ որ կա կին, որը 9 ամիս հղիության միջով անցնում է եւ իր մարմնի մեջ ստեղծում է մի հատ նոր մարդ, բնությունը սա նախատեսել է, ստացվում է այս կատարել այսպես ասած, բայց հանկարծ երբ որ պետք է այդ երեխան ծնվի, չգիտես ինչի այդ կինը չի կարող ծննդաբերել, չունի բավականաչափ ուժ, չունի բավականաչափ ռեսուրս, չունի բավականաչափ կարողություն եւ գալիս է արդեն միջամտությունների շարքը, այսինքն դու չես կարող, դու քեզ պետք է այս, քեզ պետք է այն, քեզ պետք է այս մյուսը։ Ու այս այնքան է քարոզվել կանանց, որ իրանք չեն կարող հասկանալ ինչ է կատարվում, որ իրանք չեն կարող որոշել ինչերի հետ են համաձայն, ինչպիսի մոտեցման հետ են համաձայն, ինչի հետ չէ, որ արդեն նույն վերբալ բռնությունը դիտարկում են որպես ուշքի բերել։ Բժիշկը ինձ ուշքի բերեց, ասում է։ Հստակ ես հղի խոսքեր եմ ասում։ Բժիշկը, մանկաբարձ գինեկոլոգը վերբալ բռնություն է կիրառում հղիի նկատմամբ, ամենավերջին բառերով անպատվում է հղիին, վիրավորում, նվաստացնում, մեղքի զգացում առաջացնում է այդ ամենատարածվածներից։ Կամ ասենք նույն բժշկական անձնակազմից շատ տարբեր մարդիկ կարող են իրենց թույլ տալ մտնել եւ ինչ-որ բան ասել հղիին, որը այդ պահին ընդհանրապես պետք չի, տեղին չի, հա, օրինակ մեկնաբանել իր գուցե ձայները, գուցե գոռալը, էական չի այստեղ, հա, իսկ եթե դու չես կարող օգնել ես հղիին, որ չգոռա, դու առնվազն իրավունք չունես հղիին մեղադրել, որ ինքը գոռում է։ Եթե դու չես ստեղծել այդ միջավայրը, որտեղ հղին կկարողանա գիտակցված ծննդաբերել, առանց օրինակ ընկնելու խորը ցնցումների մեջ, դու չունես իրավունք իրեն քննադատելու, որովհետև այստեղ հղիներին պետք է կրթել նախ եւ առաջ եւ ոչ թե պահանջել իրենցից իրենք խելոք աշակերտ լինեն։ Հստակ այս մոդելն է, հա, մեզ մոտ գործում, այսինքն ոչինչ չանել հղիների հետ 9 ամիս, չտեղեկացնել, չիրազեկել, չկրթել եւ վերջում կարողանալ ոնց ուզում են հարմարացնել, օգտագործել։ Բայց երբ որ հղին ունի գիտելիք, ինքը այդ բանին ասում է մի րոպե, այսինչ բանը չեք կարող ինձ հետ անել։ Ու այստեղ արդեն գալիս է հաջորդ ցիկլը, արդեն գալիս են սպառնալիքները, վախը, հա, վախ ներշնչելը, դու քո երեխային կխեղտես, կսպանես, այս կանես, այն կանես, ու այս ամեն ինչը այնքան է լղոզվել, որ երբ ռեալ վտանգ կա սպառնացող կնոջ եւ երեխայի կյանքին, արդեն կինը չի հասկանում, իսկականից վտանգ է սպառնում, թե իրան ուղղակի մանիպուլացնում են, որովհետև ինքը այնքան է արդեն տեսել այդ մանիպուլացիաները տարբեր օղակներում, վախ ներշնչել, հա, տագնապ ներշնչել, որ սկսում է չտարանջատել։ Եվ այստեղ առաջանում են այդ խնդիրները, որ գուցե եւ ինքը հրաժարվի, մեծ շատ կարեւոր պահի, հրաժարվի ինչ-որ միջամտությունից, որը որ իրան այդ պահին շատ պետք է։ Դրա համար ոնց որ աղմուկը շատ է ընդհանուր, հա, մենք այնքան աղմուկի մեջ ենք, այս process-ի մեջ, որ չենք կարողանում արդեն հասկանալ, որն էր տեղին միջամտություն, որը տեղին միջամտություն չէր, եւ ամենակարևոր բանը, հա, ծննդաբերության process-ի միջից ժամանակի տարիների ընթացքում, ու սա Հայաստանի տենդենս չի, սա համաշխարհային տենդենս է, կինը գնալով դուրս է հանվել, եւ ինքը դարձել է երկրորդային դերի կրող։ Այսինքն ինքը ծննդաբերության անմիջական առաջին մասնակիցը չի, ինքը երկրորդային մասնակից է, որին որ ասում են ինքը ինչ անի ու ինքը անում է եւ չեն թողնում, որ ինքը կարողանա իր մի պահ
ներքին ռեսուրսի հետ կապ հաստատի, կարողանա հասկանալ ինչ է իր հետ կատարվում եւ ինքը իր ձեռքը վերցնի այդ process-ը։ Եվ խոսքը չի գնում նրա մասին, որ պետքա ինքը որոշի էլի բժիշկների ինչպիսի միջամտություններ անեն, չէ, բայց թողնեն, որ կինը դառնա տերը այս process-ի, ոչ թե ընդհանրապես սպասարկվողը։ Ու հիմա եկել հասել է այդ կետին, որ ամեն ձևով կնոջը հանում են process-ից, նույն միջամտությունները արհեստական տեղի անտեղի այդ արհեստական օքսիտոցին առաջարկելը, էպիդուրալների մեծ քանակը օգտագործման, այսինքն քեզ հանենք մեջից ու ցավը չզգաս, քո համար ժամանակ կանցկացնես, երեխադ կծնվի, բայց այդ process-ում ինչ տեղի ունեցավ, դրա մասին չի խոսվում, իսկ որ դու մեջը չէիր, քո երեխան այնտեղ ինչ որ process-ի մեջով անցնում էր, դու չկայիր այդտեղ։ Սա չի քննարկվում եւ չի իրազեկվում եւ բժիշկները չեն տեղեկացնում հետևանքների մասին։ Այսինքն այն բժիշկը, որ օրինակ եթե ոչ ցուցված կեսանի մասն ենք խոսում, էս էլ է կարևոր, որտեղ կան դեպքեր, որտեղ կեսան հատումը ցուցված է։ Բժշկության դերը հենց այստեղ է, որ ինքը պետք է աջակցի, երբ որ պետք է, ոչ թե միջամտի ցանկացած դեպքում, հա։ Հա, այդ կարևոր նշում է, որ պետք է միշտ նշենք, որ մանկաբարձական բռնություն է կոչվում, որովհետեւ այս դեպքերում խոսքը ոչ թե ցուցված, այլ հենց անհարկի տարբեր միջամտությունների մասին է, սկսած դեղերից վերջացրած տարբեր ֆիզիկական ու ասենք հա վերբալ բռնությանը։ Բայց տեսեք, հիմա պատկերացրեք կա ոչ ցուցված կեսանհատում։ Ցուցված կեսանհատման մասին մենք չենք խոսում, սա էվոլյուցիայի արդյունքում, հա, մեր ցիվիլիզացիայի արդյունքում ձեռք բերված հրաշալի մի բան է, որ բժշկությունը կարողանում է ունակա փրկել մարդու կյանք։ Երբ որ հնարավոր չի բնական ճանապարհով ծննդաբերություն կամ գուցե ընթացքում ինչ որ բարդություն է առաջացել, բայց երբ խոսքը գնում է չցուցված կեսանհատման մասին, երբ որ ուղղակի բժշկին այդպես է հարմար եւ ինքը տեսնում է, որ իր դիմացի հղին միևնույնն է չի հասկանալու եւ չի պաշտպանելու իր իրավունքը, իր մարմինը, ուղղակի սկսում է արդեն սպառնալ, որ գիտես, հեսա էս կլինի, հեսա քո երեխան կխեղդվի, հետո որ հանկարծ սենց լինի, ով է պատասխան տալու։ Այս դեպքում իրանք սկսում են արդեն շատ լավ իրազեկել, թե ինչ վատ ելք կարող է լինել բնական ծննդաբերությունից։ Բայց չգիտես ինչու ոչ ոք չի խոսում նրա մասին, թե ինչ ելք կարող է լինել, երբ որ քեզ անեն չցուցված կեսանհատում։ Թե ինչ է նշանակում առհասարակ կեսանհատում, ինչ է կատարվում, դա ինչ մեծ տրավմատիկ փորձառություն է, դա շատ բարդ process է, իրանք այդպես է նկարագրում են 20 րոպե է, ոչ մի բան չես զգում, ինչի մասն է խոսքը, բայց այսինքն այստեղ արդեն երկակիությունն է, հա, այն բնական ծննդաբերության վտանգների վրա լույս գցել, ասել նայի, այսքան վտանգ կա, իսկ այս մյուս process-ի մասին չասել վտանգների մասին, մենակ ասեք թե ինքը ինչքան լավ կողմեր ունի ու արդյունքում դա մանիպուլյացիա է էլի, չէ՞։ Ես հասկանում եմ, որ այս ծննդաբերության փուլում դուլան ոչ միայն օգնում է, նաև որոշակիորեն այդ հրեշտակի դերակատարում հասկանում է process-ները սթափ գլխով, փորձում է ճիշտ կոմունիկացիա ապահովել, բացատրել այդ միջամտությունները ինչքանով կարան հարկի կամ անհարկի լինել եւ այլն։ Միևնույն ժամանակ մենք ունենք հնարավորություն մեզ այդ տանելու ծննդաբերության ժամանակ երրորդ անձի ու կարող է այդ անձը լինել ոչ դուրը, որը պատրաստված չէ ծննդաբերությանը։ Մի քիչ փակագծեր բացեմ մեր հետազոտության ժամանակ էլ կանայք եւ բժիշկները, ովքեր փորձ էին ունեցել, երբ չպատրաստված անձեր գնացել, օրինակ մայրս, կեսուրը կամ այլ բարեկամ, նույն ձեր նշած հարևանուհին, ով լրիվ այլ է, երբ դու ունես ծննդաբերության փորձ, լրիվ այլ է, երբ դու պետքա պատրաստ լինես, որպեսզի այդ անձին օգնես։ Այս մարդիկ, երբ որ գնում են, իրենց երևակայում են շատ փորձառու եւ իրականում խանգարում են։ Օրինակ նույն կնոջը սաստելը, որ իրանք են միանում բուժանձնակազմին կամ նույնիսկ չեմ միանում, սկսում են սաստել, ինչ ես ձենդ գցե գլուխդ, բա մենք էլ ենք այդ ամեն ինչի միջով անցել, նորմալ է կամ չգիտեմ, ինչ որ այդ խրատելը ավելի ծանր վիճակի մեջ է դնում կնոջը եւ նաեւ շատ դեպքերում ցուցումներ են տալիս բուժանձնակազմին, ինչ որ ավելի հոգատար եղի կամ ավելի հոգատար մի եղի, այս ինչ բանը արա, ինչ բանը մի արա։ Այսինքն այս հարցերը իրականում լուրջ խնդիրներ են։ Դուք ո՞նց եք պատկերացնում այս լուծումը, ո՞նց պետքա տարանջատվի, ով պետքա գնա, որը կօգնի եւ ով չպետք գնա,
որը իրականում խանգարում է իրականում։ Նայեք, այստեղ արդեն գործ ունենք ընտանիքի կրթության հետ։ Օրինակ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ծննդաբերությանը պետք է պատրաստվի ոչ միայն կինը, այլ նաև կնոջ ընտանիքը ամբողջ։ Պետք է ներգրաված լինի ամուսինը նախ եւ առաջ, եւ սա չի նշանակում, որ ամուսինը պարտադիր պիտի ներկա լինի ծննդաբերական process-ին։ Գուցե ամուսինը չի ուզում, գուցե կինը չի ուզում։ Չեն քննարկում սա, իրենց ցանկությունները, որոշումները, բայց տատիկները, պապիկները, այսինքն առաջին օղակի ընտանիքը, ու այս պատրաստվածությունը ինչ է կարևոր, որ ձեր ասած տեղի անտեղի սխալ ուղղորդումներ չտան։ Ու ընտանիքի կրթությունը նաև շատ կարևոր է, երբ որ երեխան ծնվում է դրանից հետո, երեխայի խնամքը, որ պետքա համագործակցել մամայի հետ, այլ ոչ թե մամային խանգարել կամ ապացուցել, որ դուք մամայից ավելի շատ բան գիտեք, որովհետև դուք 4 երեխա եք ունեցել։ Չէ, ավելի շատ օգնել, որ մաման ինքն է սովորի, ինքն է կարողանա զարգանալ։ Եվ ընտանիքի կրթությունը իր մեջ նաև ներառում է կրթություն, իրազեկվածություն, թե ինչ է կատարվում ծննդաբերության, հղիության ընթացքում, ինչպես պետքա շփվել հղի կնոջ հետ, ինչպիսի հարցեր պետք չի տալ, ինչպիսի մեկնաբանություններ պետք չի անել, օրինակ կնոջ մարմնի մասին, կոմենտներ չանել, չասել, ես ինչքան ես չաղացել, կամ այս ինչա վիճակդ, մի քիչ քաշ պետք է հավաքես, երեխադ չի սնուցվում, դու պետք է 2 հոգու տեղ ուտես, վայ, այս ինչքան շատ ես ուզում, երեխադ փիղ է ծնվելու։ Այսինքն միշտ գիրը մի բան սխալ է անում մեր հասարակության մեջ, կամ մի բան ավել է անում, կամ մի բան պակաս է անում։ Ու սա ընտանիքը հստակ ներգրավվածություն ունի այս process-ի մեջ, հատկապես եթե ապրում են մեծ ընտանիքներով, որտեղ կան ծնողներ երիտասարդ զույգի հետ ապրող։ Ու սրա արդյունքում գալիս հասնում ենք այն կետի, որ ձեր ասած, այսինքն ինքը գալիս է ծննդաբերությանը, որ սկեսուրը ենթադրենք, գալիս է որ օգնի, ու արդյունքում ինչ է լինում, որ բուժանձնակազմը ենթադրենք բռնություն է կիրառվում վերբալ, սկեսուրը, որը պետքա այդ պահին պաշտպանի իր հարսին ծննդաբերող կնոջը, ոչ թե ճիշտ սխալ անի այդ պահին ով ինչ ասեց, ով ոնց ասեց, այլ պաշտպանի, որովհետև այդ կինը, այդ աղջիկը շատ կարևոր process-ի մեջ է, շատ դժվար process-ի մեջ է։ Մի բան էլ ինքն է նրանց կողմը անցնում ու սկսում դատա փնովել, հա, այս ինչ ես անում, ես ոնց ես քեզ պահում։ Ու այդ աղջիկը, այդ կինը ինչ վիճակում է հայտնվում, այն որ երեխայի վրա դասատուն ջղայնանում է դպրոցում, ծնողին է կանչում ու ծնողը փոխանակ այդ պահին հասկանա, որ իր երեխան օգնության կարիք ունի, ինքն էլ բանի հետ դասատուի հետ հարցակվում է ու բան են, երեխային հոշոտում են երկուսով, 2 մեծահասակ, 7-8 տարեկան երեխուն հոշոտում են, որովհետև իրանք ունեն այդ լծակը, իսկ 7 տարեկան երեխան չունի այդ լծակը իրանց հոշոտելու, նույնն էլ ծննդաբերող կինն է, ինքը այդ պահին ցավերի մեջ, կծկումների մեջ, իրան պետք է մի հատ պաշտպանի, փոխանակ ինքը կենտրոնանա իր ծննդաբերական process-ի մեջ, եւ այդ կրթությունը եթե ունենան եւ կարողանան պահել իրենց սահմանները, ամենակարևորը օգնող անձիկ, կապ չունի դա ով է, քո հարևանն է, թե քո սկեսուրն է, թե քո մաման է, հաստատ խնդիրներ չեն առաջանա, բայց ընտանիքի կրթություն չկա մեզ մոտ։ Օրինակ շատ տեղեր ես հղիներ ունեմ, հա, Գերմանիայում ծննդաբերեց, Ֆրանսիայում ծննդաբերեց, Ամերիկայում, Արգենտինայում, որտեղ ասես, ասենք, Իսպանիայում ամբողջ ընտանիքին տանում են մասնակցում են այդ վերապատրաստումներին, որը ամբողջովին անվճար է, հա, կլինիկան ինքը կազմակերպում այդ կուրսերը։ Եվ իրենք անգամ ասում են, որ ձեր տատիկ պապիկներին նույնպես պետք է բերեք, որ իրանք կարողանան հասկանան ինչ է կատարվում ու ճիշտ օգնություն ցուցաբերեն։ Մեզ մոտ մի հատ ուրիշ տարբերակ կա, իրականում շատ մամաներ ու շատ սկեսուրներ հետաքրքրված են գնալ մասնակցել, ներկա գտնվել կոնսուլտացիաներին, միջամտել եւ այլն։ Ես օրինակ ականատես եմ եղել մի իրավիճակի, երբ բժիշկը արգելեց, որ սկեսուրը մտնի կնոջ հետ սոնոգրաֆիայի, հետո այդ աղջիկը դուրս եկավ, տեսավ սկեսուրը իրան չի սպասում, ասեց վայ ինչ լավ է չթողեցին ներս մտնի, ամեն անգամ մտնում ենք, ինքը ասում է վայ բժիշկ ջան, այնքան շատ ենք ուզում երրորդին ունենանք, սկեսուրն է ասում, բայց ասում է ես չեմ ուզում ունենամ, ու այդ շատ կարևոր էր էլի, որ այդ աղջիկը մենակ էր մտել, այս ուղղակի օրինակ, երբ որ կրթելու պահը ոնց է լինում, շատ դեպքերում մեզ մոտ այդ օգնությունը, որ չեն թողնում գնան սկեսուրները կամ մյուս բարեկամները, մյուս կողմից էլ պետք է, որ իրանք կրթվեն, ինչ որ ձևով
պետք է, չէ, պետությունը միջամտի եւ օգնի, որպեսզի այս մարդիկ կրթվեն եւ ոչ թե ուղղակի միջամտեն ու խանգարեն։ Դե նայեք, այսինքն ամեն ինչ կախված չի ամեն դեպքում պետությունից, որովհետեւ ընտանիքը միգուցե չի ուզում կրթվի։ Պետությունից կախված է պետության քաղաքականությունից եւ ինչպիսի հասարակություն է ուզում պետությունը տեսնի, հա, որովհետեւ շատ լավ խոսք կա։ Կարծեմ Միշել Օդենն է ասել, որ եթե մենք ուզում ենք փոխենք այն հասարակությունը, որ այն հասարակությունը, որտեղ ապրում ենք, այն միջավայրը, մենք պետքա փոխենք այն ձևը, որով որ մարդիկ ծնվում են։ Պետությունը պետք է որոշի, թե ինչ ձևով է ուզում իր հասարակությունը լինի եւ նախ եւ առաջ սկսի ծնվելու process-ից, ծնվելու օղակը վերցնի, սկսի դա փոխել, որ փոխվի այն մնացած օղակները։ Երբ որ մենք խոսում ենք այդ ձեր ասած օրինակով, սկեսուրը գնաց սոնոգրաֆիստին, ահա, ասում էր երրորդ ենք ուզում, սա զուտ մեր անձնական սահմանների հարցն է, որը Հայաստանում շատ լուրջ խնդիր է, հատկապես հետսովետական արդեն շրջանում երբ որ մենք պետություն ենք դարձել, բայց իրականում անձը որպես այդպեսին, հա, այսինքն անհատը չի ունեցել, չէ՞, մինչև այդ կարևորություն եւ երբեք իրենց մոտ հարց չի առաջացել այդ սերնդի մոտ։ Օրինակ ոնց կարա հարցս ունենա ուրիշ կարծիք, ես ուրիշ կարծիք, կամ ոնց կարա առհասարակ հարցս ունենա իր կարծիքը։ Եվ հետո ընկել են մի հատ իրականության մեջ, որտեղ հարցները արդեն ուզում են կարծիք ունենան, բայց միևնույն ժամանակ չկա այդ մեխանիզմը, որ իրենք չներխուժեն այս process-ի մեջ։ Սա անձնական սահմանների հարց է, իմ կարծիքով սա ընդհանուր մեր կրթական մակարդակի մասին է խոսում որպես հասարակություն, ոչ թե այս կոնկրետ, չգիտեմ, ծննդաբերական թեմայով կրթություն եւ այլն, սրա հետ կապ չունի։ Իրականում ես կարծում եմ, այսինքն սահմանները, նույն այդ մայրության դպրոցները, որ անում են, միգուցե հնարավոր լինի այդ մայրության դպրոցներին դասերին ներգրավեն հենց այդ նույն ընտանիքի անդամներին։ Դե ես հենց դրա մասին էի խոսում, որ ընտանիքի անդամներին ներգրավեն, բայց սա միևնույն ժամանակ ինչքան էլ որ կտագիտելիք չի օգնի այն հարցում, որ իրենք իրենց անձնական սահմանները ճանաչեն։ Միակ տարբերակը իրենց անձնական սահմանները ճանաչելու դա ցույց տալն է, որ գոյություն ունեն այդ սահմանները, այսինքն կինը, հղի կինը իր ասկեսուրին հստակ պետք է ցույց տա, որ կան սահմաններ, որտեղ դու չես կարող անցնել, կամ ոչ հղի։ Ու այստեղ որ ասում են բա մենք հարազատ ենք եւ այլն մեր երեխեն է, այնպես բան գոյություն չունի, դու չես կարող մտնել ուրիշի կյանքի մեջ ուղակի եւ եթե դու մտնում ես ու քեզ ոչինչ չեն ասում, արդեն դու մեղավոր չես որ դու մտար։ Ինքը այդ այն մարդու կյանքը որ դու մտել ես, ինքը պետք է քեզ ասի կներես մի մտի իմ կյանք։ Երբ որ դու որպես կին, երբ որ քո ամուսինը որպես քո ամուսին չի դրել այդ սահմանը, որ իր մաման չներգրավի ձեր կյանքի մեջ, չես կարող դու իրան մեղադրել։ Այսինքն հղիները կամ կանայք, որոնք որ հղիներից հիմա չխոսանք, կանայք առհասարակ որտեղից է սկսվում, պետք է հասկանան, որ իրանք ունեն այդ ուժը, ունեն այդ իրավունքը դնել սահմաններ եւ որոշումներ կայացնել իրենց կյանքի համար ինքնուրույն։ Ոչ ոք չպետք է իրենց տեղը որոշի, թե իրենք քանի երեխա պետք է ունենան ու երբ պետք է ունենան այդ երեխեքին։ Կարող է դու չես ուզում ունենաս եւ ոչ ոք իրավունք չունի քեզ ասի, որ դու պարտավոր ես։ Դու ոչ մեկին պարտավոր չես։ Քո ծնողներին է պարտավոր չես, քո ամուսնուն է պարտավոր չես։ Եվ ել չեմ ասում, որ կան դեպքեր, որ կան խնդիրներ առողջական եւ իրենք ուղղակի էլի այդ սահմանները չճանաչելով, անդադ սկսում են այդ թեմայից խոսալ, բայց չեն իմանում, որ կա խնդիր։ Եվ պետք էլ չի, որ իմանան խնդիր կա, բայց եթե դու իրանց ցույց տաս, որ կա որոշակի կետ, որից առաջ որ դու չպետք է անցնես, ինքը չի բարձրացնի այդ հարցը։ Թող իր մեջ տապակվի, թող իր մեջ նեղվի, ինչ ուզում անի, բայց չբարձրաձայնի եւ դա չկոմունիկացնի քո հետ։ Այսինքն սա ընդհանուր մեր կրթվածությունը պետք է, հա, մենտալիտետը պետք է փոխենք, մենք պետք է ուզենք զարգանանք, պետք է այս սերունդը մի հատ sense մաքրվի, հա, այդ սովետ տեսած մարդիկ պետք է արդեն գա այն պահը, որ իրանք էլ որոշում կայացնող չլինեն եւ այդ հաջորդ սերունդը, որը նոր էջից է սկսում, որ արդեն այն մարդիկ են, որոնք հասկացել են, թե ինչ տհաճ է եւ քո փոխարեն որոշումներ են կայացնում, իրանք սկսեն լինել, հա, այդ մեծահասակները, որոնք որ սկեսուր են լինելու, չգիտեմ, սկեսրար են լինելու ու չեն խառնվելու իրենց երեխեքի կյանքի մեջ։ Անահիտ ջան, վերջին հարցս եմ տալիս, քանի որ խոսքիդ մեջ նշեցիր, որ ունեցել ես հղիներ, ովքեր տարբեր երկրներում են ծննդաբերել, իրանց փորձն է շատ հետաքրքիր, ինչ
ինչ արձագանքներ է ստացել իրենցից, օրինակ Արգենտինայում, Հայաստան եւ այլն տարբերությունների մասին կուզեի խոսեի ու ասեմ, որ 2 տարի առաջ մոտավորապես ես սկսեցի պատմություններ հավաքել տարբեր երկրներում ծննդաբերելու փորձ ունեցած կանանցից ու իսկապես դա շատ հետաքրքիր էր, նույն մենք խոսեցինք այդ հարմար միջավայրում ծննդաբերելու կարևորությունը, օրինակ Նորվեգիայից պատմում էին, ինչ աստվածային միջավայր է, դու կարող ես ընտրել ջրավազանում ես ուզում կամ ժամերով կանգնել այդ բաղնիքում տաք ջրի տակ եւ այլն, այսինքն ել չասած այդ պարկելու հնարավորությունները, տարբեր դիրքերի համար հարմարացված պայմաններ կան, այսինքն ամեն ինչ արված է այնպես, որ կնոջ համար հարմար լինի։ Միևնույն ժամանակ կար պատմություն Ուգանդայից, Աֆրիկյան պետություն, որտեղ բժիշկները շատ քիչ են, հիվանդները շատ են, ծնունդների մակարդակը բավականին բարձր է եւ չեն հասցնում ու այս դեպքում կանայք են վազում բժիշկների հետևից ու բավականին ուշադրությունից դուրս մնացած են այդ կանայք ավելի հաճախ լինում։ Մի խոսքով քո փորձի մասին պատմի ու ասա, որ փորձն ամենալավը եղել ու որը թերևս ամենավատը։ Տեսեք, մենք Հայաստանում միած sense արանքի մեջ ենք մնացել, որտեղ որ մենք միանշանակ հետամնաց պետություն չենք, առողջապահական համակարգով ու պայմաններով, նույն մանկաբարձական բլոկը մեզ մոտ բավականին զարգացած է ամեն դեպքում, հա, բայց միևնույն ժամանակ մենք զարգացել ենք, բայց լավ չենք հասկացել ինչ ենք ուզում, այսինքն ինչի ենք զարգանում։ Մարդակենտրոնությունը չեն կարողացել ստանանք, օրինակ նույն սկանդինավյան երկրների օրինակը, որ դուք բերեցիք, հենց այնտեղ իրանք հստակ հասկացել են, որ ուղղահայաց զարգացումը ենթադրում է նաև հորիզոնական ընդարձակում, այսինքն երբ որ մենք նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ եւ այլն երբ որ ներմուծում ենք բժշկագիտական բլոկը զարգացնում ենք, մենք պետք է նաև ընդարձակենք հնարավորությունները, դարձնենք ավելի մարդակենտրոն, ավելի փափուկ, մտածենք ոնց կահավորենք ծննդատունը, որ ավելի հարմար լինի կնոջը, ոչ թե բուժանձնակազմին, ոնց հա կինը ուզում ծննդաբերի, ինչ գույներ են պետք է սենյակում, ինչ գույներ պետք չեն։ Այս ամեն ինչը մարդակենտրոնության մասին է։ Մեզ մոտ ծննդօգնությունը մարդակենտրոն չի։ Հիմա գնալով ես վստահ եմ, տարիների ընթացքում փոխվելու է, այլ տարբերակ չկա, մենք զարգանալու ենք։ Մեզ մոտ շատ լուրջ փոփոխություններ են լինելու եւ դրանք արդեն սկսել են։ Շատ ծննդատներ արդեն սկսել են հասկանալ ու կարևորել փափուկ ծննդաբերությունը։ Եվ գիտակցել, որ կապույտ գույները հաճելի չեն ծննդաբերող կնոջը, որ սպիտակ այդ վառ լույսերը պետք չեն ծննդաբերելու համար, որ չի կարելի միջանցքում գոռալ, երբ որ կինա ծննդաբերում, հա, ծնարանում։ Այս ամեն ինչը ժամանակի հետ փոխվելու է, բայց արդեն այդ process-ը կատարվում է։ Հիմա ես իմ օրինակով ասեմ, տեսեք, Ամերիկայում ունեմ հղիներ, որոնց հետ աշխատել եմ on-line, հետո ասենք մինչև ծննդաբերությունն էլ on-line ռեժիմով միացել եմ, կախված է իհարկե ծննդատնից, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ երկրի մասին, միշտ չի, որ այդ երկրի համակարգն է հենց բավականին մարդակենտրոն։ Օրինակ Ամերիկայում շատ տարբեր փորձառություններ կարող եք ունենալ, կախված թե ինչ ծննդատանն եք, թե ինչ նահանգում եք։ Նահանգից նահանգ անգամ շատ տարբերվում է ծննդօգնությունը։ Նույն Եվրոպայի մեջ, երբ որ ասում են Եվրոպան շատ լայն հասկացություն է։ Գերմանիայում ծննդօգնությունը լրիվ ուրիշ ձևով է կազմակերպված, Ֆրանսիայում լրիվ ուրիշ ձևով։ Օրինակ Գերմանիան ավելի մարդակենտրոն է, ավելի բնականամետ է, ավելի փափուկ է, ծննդաբերական process-ը նախընտրում կազմակերպել, մինչդեռ Ֆրանսիան օրինակ չունի այդ նախապատվությունը չի տալիս օրինակ բնականությանը։ Ֆրանսիայում շատ են օրինակ արհեստական օքսիտոցին օգտագործում, էպիդուրալները անգամ չեն հարցնում արդեն, այնտեղ բնական է, որ պետքա դու ուզենաս էպիդուրալ։ Սա արդեն մոդելների տարբերությունն է։ Ես կոնկրետ մի օրինակ բերեմ Գերմանիայից, իմ հղիներից մեկը 2 իր ծննդաբերությունն էլ հենց այնտեղ է անցել։ Ծննդատնից էլ ասենք վիդեոներ, ֆոտոներ ուղարկելա, որ ես նայեմ, դու չես զգում, որ դու ծննդատանն ես։ Պատկերացնում ես, որ դու քո տանն ես, քո ննջարանում ես, որ ինքից կա զուգարան, որ ինքից կա այդ ջրային գոտին, որտեղ որ դու ցանկացած պահի կարող ես մտնել ջրի մեջ, ամբողջ ընթացքում քեզ բարբերաբար մոտենում են տարբեր
մասնագետներ, որոնք որ անդադ հարցնում են դու ոնց ես քեզ զգում ու ինչի կարիք ունես, գալիս է ընթացքում օրինակ այդ մանկաբարձ գինեկոլոգը շատ քիչ, հա, գալիս է ուղղակի ընդհանուր ինքը ծոր տարածքում է լինում, որ հետևի դինամիկային, բայց կա նաև մանկաբարձ, որը որ գինեկոլոգը չի, հենց մանկաբարձը գալիս է եւ այդ մասաժներին է տիրապետում եւ բոլորը դիրքերին եւ շնչառական տեխնիկաներին գալիս է քո հետ այդ ամեն ինչը անում է պլյուս դրան իհարկե դու մենակ չես գնում այնտեղ անգամ չեն էլ հարցնում դու մենակ ես գալու այնտեղ ոնց որ դրիվ նորման այն է որ պետքա անպայման ամուսինդ գա հետդ կամ ամուսինդ չեկե դուլան պետքա գա ինչ որ մեկը պետքա գա որ դու մենակ չլինես նույնը կարող եմ ասել Ամերիկայում փորձի մասին, հա, որ իմ հղիներից շատերին ունեն, որոնք որ Ամերիկայում ծննդաբերել են, կան գամակներ հատուկ, որոնցից որ կարող ես բռնվել, կախվել, ցավը տանելու այդ դիրքերն են ապահոված, կատարել մթությունը, կատարել լռությունը ապահոված է, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանում կան ահավոր դեպքեր ծննդաբերության, թե ոնց են վերաբերվում հղիներին, այսինքն մենք Հայաստանի մասին երբ որ խոսում ենք, չպետք է մենք բանը քննադատության նոտայի վրա հա մնանք Հայաստանում շատ տաղանդավոր բժիշկներ ունենք որոնք որ անգամ այս պայմաններում որտեղ որ սենյակները կահավորված չեն հարմարավետ իրենք միևնույնն է ստեղծում են այդ միջավայրը որ կինը իրեն ապահով զգա անվտանգ զգա շատ բարեհամբույր են շատ ջերմ են հոգատար են եւ այլն Ես ունեմ օրինակ Ռուսաստանում ծննդաբերացրի, որին կոնկրետ բռնության են ենթարկել։ Այսինքն միջամտություններ, որոնց մասին չեն տեղեկացրել, նույն Կրիստելերի մեթոդը արգանդի սեղմումը ծննդաբերության ընթացքում, որը շատ երկրներում անգամ քրեականացված է, այսինքն ԱՀԿ-ն դա համարել է ներառել է արգելված միջամտությունների շարքում, որպես շատ վտանգավոր միջամտություն, բայց շատ տեղերում, այդ թվում եւ Հայաստանում դա օգտագործվում է, հատկապես հետսովետական երկրներում։ Եվ այդ Կրիստելերի մեթոդը օգտագործել էլի նորմալիզացված է։ Իսկ երբ ես հարց տվեցի հղին, ասացի դու համաձայնել ես, որ դա կիրառ են։ Ասաց, դե չէր ծնվում երեխան, ուրիշ ոնց պետք է անեին։ Այսինքն չի առաջացել հարց, որ դա բռնություն է։ Հասկանում եք, որտեվ մենք պետք է լավը տեսնենք, որ կարողանանք հասկանալ մեր ունեցածը լավ է, թե չէ, համեմատելու բան ունենանք։ Հիմա մեր մոտ ես վստահ եմ, որ շուտով արդիականացվելու է այս ոլորտը, ազատականացվելու է, որ բժիշկների արդեն մեծամասնությունը ձգտելու է համագործակցել օգնականների, դուլաների հետ, ձգտելու են ցանել, որ ամուսինները մասնակցեն, ծննդատները հաստատ կսկսեն կարևորել կրթությունը ընտանեկան Ես կարծում եմ լավ կլինի, լավ է լինելու։ Եվ ես էլ մի բան էլ ավելացնեմ, որ այսքան ես 4 տարի է, 5 տարի արդեն ես ոլորտում եմ, սկզբից շատ էնտուզիազմ ունեի մասնակցել հնարավորինս շատ ծննդաբերությունների, որովհետև դա նաև շատ հետաքրքիր process է, շատ sense չեմ կարող բացատրել, թե ինչ հաճույք ես դու ստանում, ինչ որ մեկին ոչ միայն օգնելուց, այլև կախարդանք է, ոնց որ դու կախարդական մի հատ հեքիաթի մեջ հայտնվես։ Բայց ժամանակի հետ մի հատ բան հասկացա, որ ես զգացի, որ իմ դերը ավելի շատ կուլիսներում է, ետնաբեմում է, եւ սկսեցի ուրիշ ձևով աշխատել հղիների հետ։ Օրինակ այն հղիները, որոնք որ ուզում էին, որ ես իրենց հետ գնամ ծննդաբերության, ես իրենց սկսեցի հարց տալ, իսկ կուզես ամուսինդ գա, եթե կարողանա նույն բաները քեզ տալ, աջակցել, կուզես ամուսնուդ վերապատրաստենք, կուզես քրոջդ վերապատրաստենք։ Ու մի հատ process սկսվեց, որ ես սկսեցի աշխատել ընտանիքների հետ, հենց ամուսինների հետ։ Ու այստեղ շատ հետաքրքիր փոփոխություններ եղան։ Նախ ամուսինները ստացան հնարավորություն կրթվելու, որովհետև իրանք ընդհանրապես տեղյակ չեն ինչա կատարվում, շատ մեկուսացած են, հա, այս թեմայից իզոլացված։ Իսկ իրանք ցանկություն ունեին։ Այն ընտանիքներում հետ աշխատել եմ, հա, այդ երկկողմանի ցանկությունը իհարկե կարևոր է։ Կան տղամարդիկ, որոնք կատեգորիկ չեն ուզում, եւ կան կանայք, որոնք կատեգորիկ չեն ուզում, հեսա պետք է հասկանանք։ Եվ այն ընտանիքները, որտեղ որ ես ամեն ինչ արեցի, որ ամուսինը ներգրավի, առաջին պլան ամուսինը գնա, եւ ես երաշխավորեցի, որ ես կապի մեջ կլինեմ ձեզ հետ, կզանգեք, որ ժամին էլ լինի, հանկարծ հարց ունենաս։ Շատ սիրուն process-ներ եղան, այսինքն շատ սիրուն ծննդաբերություններ եղան, որտեղ որ զույգը իրար հետ էր, իրար sense փոխ համաձայնեցված համագործակցություններ եւ նաեւ կինը իրեն ապահով էր զգում, որովհետեւ իր ամուսինն էր իր հետ ու ինքը գիտեր, որ իրեն չեն նեղացնի իր ամուսնու ներկայությամբ։ Իսկ ամուսինն էլ բավականաչափ իրազեկված էր, որ չմանիպուլացվի նաեւ
եթե լինի ինչ որ նախադեպ, հա, այսինքն ինքը գիտեր հստակ ինչա կատարվում, որ դեպքերում ինչա պետք անել, ոնց ճանաչել միջամտությունը պետքա թե չէ ու բժիշկները դա միանգամից զգում են, այսինքն ինչքանով դիմացի մարդը իրազեկված է եւ իհարկե երբ որ անգամ որոշած լինի որ պիտի ամեն ինչ անի որ տանի դեպի օրինակ արագ կեսարյանի արդեն այստեղ ոնց որ բանի օղակները շատանում են, հա, դիմադրության օղակները շատանում են։ Արդեն ինքն էլ գլուխ չի դնի։ Բայց իհարկե այն բժիշկը, որը բնական է մետա, որը որ ուզում է հղինել լավ լինի, իհարկե ինքը չի առաջարկելու անիմաստ միջամտություններ, իհարկե ինքը ուրախ լինելու որ ամուսինը ներկա ու ամեն ինչ անելու է, որ այս process-ը հնարավորինս բնական լինի։ Այդպիսի բժիշկներ կան։ Մենք ունենք այդպիսի մանկաբարձ գինեկոլոգներ, որոնք որ հրաշալի մասնագետներ են, որոնց, ասենք, կիլոմետրանոց հերթերը ուղակի չեն իրենց մոտ էլի, ուղակի իրենց բժշկական գիտելիքի համար չեն, այլ նաև արժեքային մեծ մի հատ բան ունեն իրենց մեջ, հա, մաս ունեն, որ իրանք կարևորում են կնոջը եւ ծննդաբերության ընթացքը իրենց համար ուղակի բան չի, գործ չի։ Հա, ուղակի գործ չի։ Հասկացա։ Հա, այդ շատ կարևոր է։ Աննահիտ ջան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը յոգայի ուսուցիչ եւ դուլա Աննահիտ Մուշաղյանն էր, բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ YouTube-ում, Facebook-ում եւ մյուս սոցիալական ցանցերում։ Շնորհակալություն։